Եռաբլուրը սրբավայր է։ Սրբավայր դեպի ուր տանող ճանապարհն այս օրերին անանցանելի է։ Ահա այս վիճակում է գտնվում դեպի Եռաբլուր տանող գլխավոր ճանապարհն արդեն գրեթե 1.5 ամիս։ Ճանապարհը փակվել է շինաշխատանքներով պայմանավորված։ Աշխատանքներ, որոնք կարծես դանդաղ են առաջ գնում, ստիպելով Պանթեոնում հանգչող նահատակների բազմաթիվ ծնողների շինաշխատանքների դանդաղ ընթացքի մասով միտում տեսնելու կամ առնվազն թերահավատ լինելու ժամկետների հարցում։ Այս պատկերը թերևս օրինաչափ է, երբ հիշում ենք, թե ինչ օրի է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն այսօր, թե ինչ օրի են տարիներով վերանորոգման կարոտ քաղաքի այլ հատվածներ։ Գնահատանքի ու հարգանքի խոսքեր Եռաբլուրում հանգչող նահատակների հասցեին պարբերաբար կարելի է լսել ամենատարբեր իշխանական ներկայացուցիչներից, սակայն ինչ ենք տեսնում իրականում գետնի վրա։ Ոստիկանական բիրտ ուժի ենթարկվող որդեկորույս ծնողներ, դատապարտվող որդեկորույս ծնողներ։ Դու նախապատրաստում ես հայ սպանես, այն մարդը արդեն 5000 հոգի սպանել է։ Նահատակների ծնողներին շոկի ենթարկող հայտարարություններ։ Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, ներողություն ես արտահայտությունը անելու համար, պլյուս մինուս 50։ Ամիսներով վերանորոգման համար փակվող մուտք։ Մինչ Պանթեոնի գլխավոր մուտքը շարունակում է մնալ փակ, Եռաբլուրի այցելուները ստիպված են օգտվել անշուք ու անհարմար այլընտրանքային ճանապարհներից։ Բայց արդյոք չէր կարելի Եռաբլուրի գոնե այս հատվածի շինարարությունը հնարավորինս կարճ ժամկետում անել։ Չէ՞ որ հոսքն անդադար է, վերքերը բոլորովին թարմ։ Ծնողներ կարելի է տեսնել այստեղ օրվա ցանկացած ժամի, տարվա ցանկացած եղանակի։ Բազմաթիվ ծնողներ մտավախություն ունեն, որ այս կարճ հատվածի շինարարությունն ավարտված չի լինի մինչ նոր տարի։ Նկարահանման պահին շինաշխատանքների պատասխանատու չկար տարածքում, սակայն Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից, որը պատվիրատուն է վերանորոգման աշխատանքների, մեզ հավաստիացրին, որ աշխատանքներն ամենաուշը 15 օրից ավարտված կլինեն ու մուտքը պատրաստ կլինի այցելուներ ընդունելու։